Խաղաղությունն այլընտրանք չունի, այս ընկալմամբ է Հայաստանն ակտիվորեն ներգրավվել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում։ Բրազիլիայի Ռիո Բրանկոյի դիվանագիտական ինստիտուտում ունեցած ելույթում ընդգծել է Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը։ Արարատ Միրզոյանը շեշտել է. այսօր մենք ավելի քան երբևէ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որը կհաստատի պաշտոնական միջպետական հարաբերություններ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության եւ ուժի կիրառումից կամ սպառնալիքից զերծ մնալու պարտավորությունների վրա։ Խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է եւ պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը ունի քաղաքական կամք այն անհապաղ ստորագրելու հարցում եւ առաջարկում է հնարավորինս շուտ նախաձեռնել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ, սահմանելու այս պատմական համաձայնագրի պաշտոնական ստորագրման վայրը, ժամանակը, այլ գործնական մանրամասներ։ Նախարար Միրզոյանը կարևորել է նաև սահմանազատման գործընթացը, մատնանշելով արդեն իսկ հաջողությամբ սահմանազատված 12 կիլոմետր սահմանը։ Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման համար էլ Հայաստանն առաջարկել է պարզեցնել սահմանահատման ընթացակարգերը եւ ներդնել լրացուցիչ մեխանիզմներ բեռների անվտանգության ապահովման համար։ Մեր մոտեցումը արտացոլված է խաղաղության խաչմերուկ նորարարական նախաձեռնությունում, որը ավելի ու ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել ամբողջ աշխարհում։ Նախագիծը նպատակ ունի բացելու տարածաշրջանային ենթակառուցվածքները, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ եւ էլեկտրական ցանցեր, հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության եւ փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա։ Արտգործնախարարն անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի հրադադարի խախտման վերջին օրերի կեղծ մեղադրանքներին եւ ընդգծել, դրանք բացարձակապես անհիմն են։ Դրա մասին են վկայում նաև հայ-ադրբեջանական սահմանին տեղակայված Եվրամիության դիտորդները։ Միրզոյանն ընդգծել է նաև, որ Բաքուն դեռ չի արձագանքել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ վերիֆիկացիայի Հայաստանի առաջարկին։ Կայուն խաղաղության համար Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է հետեւողականորեն խթանեն փոխվստահությունն ու երկխոսությունը։ Այս գործընթացում դրական ներդրում կարող է ունենալ չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ներառյալ հայ ռազմագերիների եւ մյուս պահվող անձանց ազատ արձակումը, ինչպես նաեւ անհետ կորածների եւ բռնի անհետացումների դեպքերի արդյունավետ քննությունը։ Ուստի ցանկանում եմ ընդգծել, որ խաղաղության ժամանակը հիմա է եւ եթե տարածաշրջանում կայունության եւ բարգավաճման համար Հայաստանի ուժեղ քաղաքական կամքը փոխադարձվի, մենք կհասնենք երկար սպասված եւ ցանկալի խաղաղության։ Տարածաշրջանում անվտանգություն կառուցելու նպատակով Հայաստանը հավասարապես հանձնառու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, շարունակել է Արարատ Միրզոյանը։ Մենք համոզված ենք, որ լիարժեք կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ սահմանների բացումը զգալի հնարավորություններ կընձեռեն ինչպես մեր երկրներին, այնպես էլ ավելի լայն տարածաշրջանին։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի հարաբերություններն ու գործակցությունը մյուս երկու հարևան երկրների Վրաստանի եւ Իրանի հետ շարունակում են դինամիկ զարգանալ։ Նախարարը կարևորել է Իրանի հետեւողական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը։ Հայաստանը ակտիվորեն ամրապնդում է նաև իր ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ։ 2 ամիս առաջ մենք Միացյալ Նահանգների հետ ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համապարփակ կանոնադրությունը, որը պատմական կարևոր իրադարձություն է մեր համագործակցության համար։ Հարաբերություններ, որոնք շարունակում են զարգանալ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք, ինչի վկայությունն է բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական կառուցողական ներգրավվածությունը։ Եվրամիության հետ գործակցության մասին։ Գործընկերության նոր օրակարգը հաստատելուց հետո Հայաստանն էլ ավելի կմոտենա Եվրամիությանը, ասել է նախարար Միրզոյանը։ Խոսել Եվրամիության քաղաքացիական առաքելության մասին, որի ներկայությունը սահմանին արդյունավետորեն նվազեցրել է էսկալացիայի ռիսկը։ Հայաստանը խորացնում է գործակցությունը Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ գործընկերների հետ, շարունակել է Հայաստանի գլխավոր դիվանագետը։ Մատնանշել նաեւ լավ տնտեսական գործակցությունը Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Մեր տեսլականը հստակ է եւ հետեւողական, խաղաղ, կապակցված եւ բարգավաճ Հարավային Կովկաս, լիովին ինտեգրված համագործակցային գլոբալ շրջանակներին։ Խոսելով հայ-բրազիլական տնտեսական հարաբերություններից Միրզոյանը շեշտել է, թեև առևտրի ծավալները մնում են համեմատաբար համեստ, կողմերը հանձնառու են ընդլայնելու առևտրային կապերը, դյուրացնելով բիզնեսից բիզնես ուղիղ կապերը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի խորացող կապերը հարավամերիկյան երկրների հետ եւ շեշտել Հարավային Ամերիկայում եւ Կարիբյան տարածաշրջանում ավելի լայն եւ ակտիվ ներկայություն ունենալու Հայաստանի հանձնառությունը։ Ելույթից հետո նախարարը գրառում է կատարել պատվավոր հյուրերի մատյանում։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։